Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը աշխարհարչակ լրագրող Թաքել Կարսոնի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի կառավարության հալածանքները եկեղեցու նկատմամբ տեղի են ունենում առանց միջազգային արձագանքի, քանի որ գերտերություններից մեկի ԱՄՆ-ի պետդեպարտամենտն է որոշում աշխարհում որ քրիստոնյաներին աջակցել, որոնց ոչ։ Շոկային է, թե ինչպես է Հայաստանը ղեկավարում մի վարչապետ, որը կարծես արհամարում է իր իսկ հայկական պատմությունը։ Նրանք հեռացրել են Արարատ լեռը կնիքի վրայից։ Չեն խոսում ցեղասպանության մասին, հարձակվում եկեղեցու վրա։ Երկրի ղեկավարը ցանկանում է հեռացնել կաթողիկոսին եւ ինքը նշանակել նորին։ Ես այս հարցին շատ անձնական եմ վերաբերվում, որովհետեւ ես հնարավորություն ունեցա Հայաստանի դատարանում պաշտպանել իմ հաճախորդին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի փաստաբանների պալատին, թարգմանչի միջոցով անձամբ իմ պաշտպանական ճառով հանդես գալու հնարավորության համար։ Ես կարողացա անմիջականորեն հանդես գալ դատարանում եւ կարծում եմ արդյունավետ կերպով ցույց տվեցի, թե որքան զավեշտալի էր այդ դատավարությունը եւ մեղադրանքները Սամվել Կարապետյանի նկատմամբ, որն աներևակայելի սկզբունքային քրիստոնյա է եւ այժմ գտնվում է բանտում, արդեն 5-րդ ամիսն է։ Բոլորովին անմեղ, միայն Աստծուն փառաբանելու համար։